նախորդ տուրում էլ Ուրարտուի հետ ուժերը չափեց Նոան արդեն Հայաստանի չեմպիոնությունը Ռուի Մոտայի գլխավորած թիմը խփել եւ դարձավ Ռալդո Չինարիին համար 11 Ուսայասն է համար 9 գլխավոր մարզիչը Ռուի Մոտան է Հարարատ Արմենիայի դարպասը պաշտպանում է Դանիլո Կուչերը համար 31 երկրորդ խաղում մեջ նա մեկնական անգամ էլ դարպասի գրավման բաճկի ընկան Ժիրայր Շաղոյանն ու Տենտոն Յենը մեկնարկել է ամենաունիվերսալ ֆուտբոլիստը ամենտեղ տեսել ենք այս ֆուտբոլիստին ուր ասես խաղացել է Էլդեր Ֆերեյրան ամբարձումյան վտանգավոր է եւ փոքրիկ շեղությամբ գոլ բաց թողեց ու պարտվեց Էլդեր Ֆերեյրա ուղարկեց գնդակը Թոր Արինսոնին կրկին լարված իր Արցրից փոխանցում Տուգանային հրապարակ Գեյրուշից գնդակը փոխանցումը հակագրով է ձեռնարկում Հարարատ Արմենիան Մարիուս Նուբիսին առաջ է գնում Շաղոյանը սպասում է փոխանցման Ժիրայր Շաղոյան Արմեն Ամբարձումյան դրում է հայտնվել Վիրջիլ Պինսոնը անցնում են մրցակցի խաղացողներին Հարարատ Արմենիայի ֆուտբոլիստները Էդգար Գրիգորյան Ամոս Նոնդի Փոխանցում Տուգանային հրապարակ է Նուբիսին ու իր ունակությունների հաշվին շատ գոլեր է խփել այս առջևում նաև Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներն են Ջոնաթան Դուարտը փոխանցում Տուգանյան Արմեն Ամբարձումյան Նուբիսին սպասում է փոխանցման Արությունյան Հովանես Արությունյան առաջ նախորդ անգամ խաղաժամանակ ստացել էր հենց Հարարատ Արմենիայի դեմ Նոայի դեմ մրցավեճում հիմա Նուբիսին է գնդակով Գուստավո Սանգարև ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ վտանգավոր է եւ դից է ըստ մրցավարի գնդակը դուրս եկել խաղադաշտից Վիրջիլ Պինսոն Գուդմունդուր Թոր Արինսոն Ֆերեյրա Թոր Արինսոն բարձրից փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն գոլ Սերգեյ Մուրադյան 1-0 Նոան բացում է խաղի հաշիվը Բավական բարձր ցատկեց Սերգեյ Մուրադյանը եւ անկասելի արվածով գրավեց Դանիլո Կուչերի պաշտպանած դարպասը Հրաշալի հասկացան միմյանց Նոայի ֆուտբոլիստները Սպասենք կրկնապատկերին Սերգեյ Մուրադյանը Ֆաստեքս Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում իր երկրորդ գոլը խփեց Առաջին գոլը Հարարատի դեմ մրցավեճում էր խփել 17-րդ տուրում 4-0 հաշվով էր հաղթել այդ խաղը Ռուի Մոտայի գլխավորած թիմը Այստեղ Թոր Արինսոնը ուղարկեց գնդակը Էլդեր Ֆերեյրային Հետո ստացավ պատասխան փոխանցումը ոչինչ անել չկարողացան Հարարատ Արմենիայի ֆուտբոլիստները Թոր Արինսոնի փոխանցումը կատարյալ էր Սերգեյ Մուրադյանն էլ բոլորից բարձր ցատկեց առաջինը արձագանքեց եւ գրավեց Կուչերի դարպասը Կուչերին եւ գնդակը թողեց նրանց ու հեռացավ հետո վերադարձավ Խլեց գնդակը Նուբիսի Տուգանային հրապարակում է Մարիուս Նուբիսին չհասցրեց Հովանես Ամբարձումյան բարձրից ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ Վիրջիլ Պինսոն Թողնում է գնդակը Գուստավո Սանգարեին Սանգարե վտանգավոր է եւ Կուչերը հեռացրեց գնդակը կրկին Սանգարե Շնորհավորում ենք իհարկե Սպերցյանին այդ հաջողության համար հիմա գրովում է Նոան եւ կարող էր երկրորդ գոլը խփել բայց գնդակը խաղադաշտում Ժիրայր Շաղոյան փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն եւ Գոնսալո Սիլվան Շաղոյան հերվից է արվածում Շաղոյան Այս պայն քանակական առավելությամբ է խաղում Նոան Սանգարը եւ բարձր ստացավ գնդակը Շաղոյան մտավ Տուգանային հրապարակ Արկեց գնդակը Չիեզերը Ռալդո Չինարի Այաս Մատեոս Այաս վտանգավոր է եւ Այաս շատ գեղեցիկ խաղաց Մատեոս Այասը Չինարի Անվելյան եւ Ամոսնո Անկյունայինը բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ ֆուտբոլի համար Էդվարդ Սպերցյանը վերջապես կարողացավ դառնալ Ռուսաստանի չեմպիոն Իսկ հիմա Վիրջիլ Պինսոնը շրջանցում է Մրցակցի դարպասապային Դանիլո Կուչերին եւ խփում է երկրորդ գոլը 2-0 Շոշափելի առավելություն է ստանում Նոան խորքից շատ լավ փոխանցում տեսանք եւ Վիրջիլ Պինսոնն էլ ուղղակի կատարյալ ամեն ինչ արեց մրցակցի Տուգանային հրապարակում 2-0 պարում են, ուրախանում են Նոայի ֆուտբոլիստները Այս խաղից հետո հիշեցնեմ, որ պարգևատրման արարողությունն է լինելու Այնպես որ այսօր դեռ
ուրախանալու շատ պատճառներ կունենան Ռուի Մոտայի գլխավորած թիմի խաղացողները։ Գոնսալո Սիլվան էր այս հրաշագեղ փոխանցման հեղինակը։ Բայց որքան նուրբ կասեցրեց գնդակը Վիրջիլ Պինսոնը, ինչպես իջեցրեց գնդակը, հետո էլ ձեռնուն այն թողեց Դանիլո Կուչերին։ Այսպես մեկ շարժման միջոցով ու գնդակն ուղարկեց։ Արարատ Արմենիայի դարպասը 2-0, Նոան առաջինից գրով կարողանում է գոլ խփել։ Առաջինից վտանգավոր գրով, ոսկե երկրորդ խաղակեսի մասին է երկել։ Եվս մեկ անգամ Վիրջիլ Պինսոնի գոլը, Ռևիչ, Մարտին Գամբոշ, Արտյոմ Ավանեսյան, Արտակ Դաշյանի մագրում է Արարատ Արմենիան Նուբիսին գնդակ։ Հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, կրկին վտանգավոր էր, ցատկեց Ալեքսեյ։ Քիչ հանդիպումներ են մնացել այս մրցաշրջանի ավարտին, հիմա կարող է երրորդ գոլը խփել Նոան Էլդեր Ֆերեյրա, Մատեուս Սայաս եւ բարձր է արվածում Մատեուս Սայասը։ Ապացուցեց իր բարձր կարգը ու Ռուի Մոտան արդյունակ կազմավարեց ու սկսեց հաղթարշավը արդեն կոնֆերենցիաների լիգայի Ծառությունյան եւ փրկում է Պինսոն, Կորմանվելյան, Էլդեր Ֆերեյրա, արվածում է Ֆերեյրան, կրկին Էլդեր, Գոնսալո Սիլվա, դուրս եկավ Տուգանայինից, փոխանցում Կորմանվելյանին, տանգավոր է Ֆերեյրա, Բուենո արվածում է Խուլիո Բուենոն, աշտպանները կանգնեցին, են գնդակը Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, Հերվից արված և Կուչերը մեղնարի, կրկին Էլդեր Ֆերեյրա, ամբարձումի ամբարձրից փոխանցում և փոխանցում առաջ, շահում են գնդակը Արարատ Արմենիայի խաղացողները, Տենտոն Յենե մտավ Տուգանային հրապարակ Տենտոնը, Տենտոն Յենե վտանգավոր է, հեռացրին գնդակը Նոայի պաշտպանները, Կանզասարի դեմ հանդիպմաններ մասնակցել 27-րդ տուրի Մարիուս Նուբիսի և Ալվին Տերա, սպասում էր փոխանցման Մարիուս Նուբիսին, Ալվին Տերա որոշում է գնում են գրոելու Նոայի ֆուտբոլիստները, այստեղ նույնպես չկար խախտումը Արմեն Ամբարձումյան, Կորմանվելյան, ավներ փոխանցումը Մատեուս Սայաս, մնաց գնդակով Այասը, Մատեուս Սայաս դարպասածողն է փրկումը Արարատ Արմենիա, մոտենում է Տուգանային հրապարակին, Տենտոն Յենե Ամբարձումյանը ևս եկավ, Տենտոնը որոշում է արվածել և հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, Վիրջիլ Պինսոն, վտանգավոր է Մովսեսյան, Սերգեյ Մուրադյան, Ալեքսեյ Պլոշադնի, ուղղակի գնդակ են գլորում Նոայի ֆուտբոլիստները և կորցնում են գնդակը Մեյթյու Գբոմադու, Հարցրից ուղարկում է գնդակ, գուցե նաև հարված տեսնենք, այո, այդպես էլ կա, բայց Պինսոն ուղարկում է գնդակը Այասին, Մատեուս Սայաս, Այաս և փրկում է Խուլիո Բուենոն, Մեյթյու Գբոմադու, մաքուր էր սանկումը Զավեն Խուդավերդյան հրաշալի խաղաց այս դրվագում, հետո չկար կանոնների խախտում փաստորեն, Խուլիո Բուենո հերվից է արվածում այս արվածը վտանգ, որը հաղթական ճանապարհ կերտեց Ռուի Մոտայի գլխավորած թիմի համար, Այաս, ոչ, Պինսոն, Կամո Ավանեսյան, խլում է գնդակը, Գամբոշը և շեղ է արվածում և հաղթարեց Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանձնում է չեմպիոնական գավաթը Հովհաննես Ամբարձումյանին, Նոան Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024-25 մրցաշրջանի չեմպիոնն է։ Ոսկե դուբլ ձևակերպեց Ռուի Մոտայի գլխավորած թիմը, հաղթեց Ֆաստեքս Պրեմիեր լիգան, հաղթեց Հայաստանի գավաթը։